Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Եվ այ աղջիկ Ռեսպան առավ քուրձը և նրան փռեց իր համար ապառաժի վրա հունձի սկիզբը մինչև նրանց վրա երկնքից անձրև գալը և նրանց վրա ցերեկը երկնքի թռչուններին հանգչելու թող չէր տալիս և ոչ դաշտի կենդանիներին գիշերը Երկրորդ Թագավորաց 21:10 Եթե կնոջ սերն իր մորթված որդիների նկատմամբ կարողացավ ստիպել նրան իր սգավոր վիճակում այդքան երկար ժամանակ հսկում անել, ապա միթե մենք կհոգնենք մեր օրհնյալ Տիրոջ տառապանքների մասին խորհելուց: Նա քշում էր գիշատիչ թռչուններին և միթե մենք չենք կարող մեր մտածմունքներից հեռացնել այն աշխարհիկ ու մեղսալի խոհերը, որոնք պղծում են մեր միտքն ու այն սուրբ թեմաները, որոնցով զբաղված ենք: Հեռացեք, ով դուք չար թռչուններ, հանգիստ թողեք զոհը, ավելին բոլորովին անպաշտպան և միայնակ նա կրում էր ամռան շոգն ու տապը, գիշերվա ցողն ու անձրևները, քունը գնացել էր նրա արտասվող աչքերից, նրա սիրտը չափազանց լիքն էր, որ նա կարողանար քնել, ահա թե նա որքան էր սիրում իր զավակներին: Եթե Ռեսպան կարող էր այսպես համբերել, միթե մենք կարող ենք տրտնջալ առաջին իսկ անհարմարությունից կամ փորձությունից: Արդյոք մենք այդքան վախկոտ ենք, որ չենք կարողանա տառապել մեր Տիրոջ հետ: Նա նույնիսկ դաշտի գազաններին էր քշում կնոջը ոչ բնորոշ համարձակությամբ: Միթե մենք պատրաստ չենք Հիսուսի անվան համար դիմակայելու ցանկացած թշնամու: Նրա երեխաներն իր ձեռքով չէին սպանվել, սակայն նա լաց էր լինում և հսկում անում: Ուրեմն ի՞նչ պետք է անենք մենք, որ մեր մեղքերով ենք խաչել մեր Տիրոջը: Մեր պարտավորություններն անչափ մեծ են: Մեր սերը պիտի կրակոտ լինի, իսկ ապաշխարությունը լիարժեք: Հիսուսի հետ արթուն մնալը պիտի մեր գործը լինի, նրա պատիվը պահելը մեր պարտքը, իսկ նրա խաչը կրելը մեր սփոփանքը: Այն զարհուրելի դիերը կարող էին վախեցնել Ռեսպային, հատկապես գիշերը, բայց մեր Տիրոջ մեջ, որի ոտքերի մոտ մենք նստած ենք, չկա ոչինչ, որ վանի մեզ: Նրանում ամեն բան հրապուրիչ է մեզ համար: Երբեք ոչինչ այնքան գրավիչ գեղեցկություն չի ունեցել, որքան մեր մեռնող Փրկիչը: Հիսուս, մենք մի փոքր ժամանակ էլ արթուն կմնանք քեզ հետ, մինչև դու քո ողորմությամբ կհայտնվես մեզ համար: Այդժամ մենք այլևս ցնցոտիներ չենք կրի, այլ դու քո արքայական հանդերձներով կզարդարես մեզ: